Վարդապետական 33 Սուրբ գրային օրենքները։ Գլուխ առաջին. Ճշմարիտ հավատացյալը պետք է ամեն օր Սուրբ Գիրք կարդա և օրեցօր ավելացնի Սուրբ Գրքի սերտողության ժամերը։ Հեսու 1:8, Սաղմոս 1:2, Գործք Առաքելոց 17:11, Առաջի Պետրոս 2:2։ Եվ այս Սուրբի խոսքը շատ կարևոր է Գիրք կարդալու անհրաժեշտությունը հասկանալու համար։ Այս Սուրբ Գիրքը քեզ հեռու կպահի մեղքից ու անձի գարշելի կյանքից, կամ մեղքն ու անձի գարշելի կյանքը քեզ հեռու կպահի այս Սուրբ Գրքից։ Ուրեմն ով ընթերցող, եթե օրեցօր ավելացնես Գիրք սերտելու ժամերը, քո միջից աստիճանաբար կհեռանան մեղքաբեր ցանկությունները և դու հոգուց լեցվելով աստիճանաբար մի կարճ ժամանակում կատարյալ սրբության կհասնես և հոգով կմկրտվես։ Իսկ եթե մեղքին ու անձի պիղծ կյանքին հանձնվես, աստիճանաբար կքչացնես Գիրք սերտելու ժամերը և հետո էլ դևից բռնվելով կատես Սուրբ Գիրք կարդալը։ Որովհետև միայն դևն է հեռացնում մարդու միջից Սուրբ Գիրք կարդալու փափագը և դրանով ցնծում և ուրախանում է, որովհետև այն հավատացյալը, որ ամեն օր սիստեմաբար Սուրբ Գիրք չի կարդում և հոգով սերտում, և համամիտ է այդ չկարդալու մտքի հետ, այդ հավատացյալը հոգով մեռած է, որովհետև եթե մեռած չլիներ, հոգևոր կերակուրի քաղց կզգար։ Իսկ եթե մեկը հոգու կերակուրի քաղց չի զգում և հոգով մեռած է, այդ մարմնավոր հավատացյալը բացարձակապես փրկվել չի կարող, եթե չվերականգնի իր սիստեմաբար կերակրվելը։ Երկրորդ գլուխ. Ճշմարիտ հավատացյալը պետք է ամեն ժամանակ, ամեն ժամ ու վայրկյան աղոթքի և հաղորդակցության մեջ լինի Աստծո հետ։ Ղուկաս 18:1, Եփեսացիների 6:18, Կողոսացիների 4:2, Առաջի Թեսաղոնիկեցիների 5:17, Առաջի Տիմոթեոս 5:5։ Որպեսզի կարողանա Սուրբ Հոգու զորության շնորհիվ կատարյալ սուրբ կյանք ապրի ըստ այս Սուրբ գրային համարների։ Մատթեոս 5:48, Առաջի Կորնթացիների 11:1, Առաջի Թեսաղոնիկեցիների 5:23, Առաջի Պետրոս 1:15-16, Առաջի Հովհաննու 1:7, 2:6։ Որովհետև աղոթքը մեր հոգևոր մարդու շունչն է Աստծո Հոգիի մեջ։ Երբ մարդը շնչելեն դադարի, քիչ հետո մավան կգնա։ Հենց նաև այդպես է մեր հոգևոր մարդի վիճակը, երբ աղոթելուց դադարում է, քիչ չանցած մեղքի մեջ է ընկնում և սատանայից հաղթվելով հոգևորապես մեռնում է։ Հակոբոս 1:15։ Մի խոսքով, անդադար աղոթքի և հաղորդակցության մեջ չգտնվող հավատացյալը չի կարող կատարյալ սուրբ կյանք ապրել ու փրկվել։ Երրորդ գլուխ. Ճշմարիտ հավատացյալը Սուրբ Հոգին ստանալուց, հոգով կնքվելուց, Բ Կորնթացիների 1:22, Եփեսացիների 1:13, Հայտնություն 7:3 և սրբանալուց հետո Առաջի Կորնթացիների 1:2 պետք է անապատային փորձություններով լի ճանապարհը անցնի ու կրակի մկրտությունով մկրտվի և կատարելության հասնելով հոգուց մկրտվի։ Մատթեոս 3:11, 20:23 և միայն Հոգու ձայնից կառավարվելով Երեմիա 1:7, Գործք Առաքելոց
8-ի 26, 13-ի 2-ից 4, 16-ի 6-ից 10, Հռոմեացիների 8-ի 14, Առաջի Կորինթացիների 16-ի 7, Գաղատացիների 5-ի 17, Եբրայեցիների 6-ի 3։ Պետք է Հիսուս Քրիստոսի պես սուրբ ու կատարյալ կյանք ապրի երկրի վրա։ Մատթեոս 5:48, Առաջի Կորինթացիների 11-ի 1, Առաջի Թեսաղոնիկեցիների 5:23, Առաջի Պետրոս 1:15-16, Առաջի Հովանու 1:7, 2:6։ Եվ նրա կատարած գործերը պիտի գործի։ Մարկոս 16:16-ից 20, Հովանու 14:12, Առաջի Հովանու 2:6։ Առանց այդ քրիստոսանման կյանք ապրելու փրկություն չկա։ Մատթեոս 5:48, Առաջի Կորինթացիների 11:1, Առաջի Հովանու 1:7, 2:6։ Չորրորդ գլուխ։ Ամեն, ով որ մեղք կգործե և մեղանչելուց չի դադարի, երկար տարիներ ապաշխարելով, ուրեմն նա սատանայի ծառա է։ Սաղմոս 5:5, Հովանու 8:34, 44, Երկրորդ Պետրոս 2:14, Առաջի Հովանու 3:8, Երկրորդ Հովանու 9։ Որովհետև դևը, սատանան է բերում մեղքաբեր ցանկությունները։ Երրորդ Թագավորաց 22:21-23, Հովանու 8:44, Գործք Առաքելոց 5:3։ Իսկ եթե մարդը ընդունում է այդ ցանկությունը և մեղք է գործում, խոսքին հակառակ որևիցե քայլ է անում, դևի, սատանայի կամքն է կատարում, նրան է երկրպագում ու նրան պաշտում և ծառա է մեղքին ու սատանային։ Հովանու 8:34։ Որովհետև ում կամքը կատարում ես, թե Սուրբ Հոգու և թե սատանայի, նրան էլ երկրպագում ու պաշտում ես։ Իսկ եթե Սուրբ Հոգու կամքն ես կատարում և նրան երկրպագում ու պաշտում, պետք է դու, ով ընթերցող հավատացյալ, աստիճանաբար ապաշխարելով Սուրբ Հոգու սրբության խմորովը խմորվես և նրա հետ մի սուրբ ու կատարյալ էակ դառնաս ըստ այս սուրբ ու խորհրդավոր խոսքերի։ Մատթեոս 13:33 և հոգի դարձած, Առաջի Կորինթացիների 6:17, պետք է մի քրիստոսանման կյանք ապրես երկրի վրա ըստ այս սուրբ և բոլոր դարաշրջանում անփոփոխ եղող համարների։ Մատթեոս 5:48, Առաջի Կորինթացիների 11:1, Առաջի Պետրոս 1:15-16, Առաջի Հովանու 2:6։ Իսկ եթե շատ երկար տարիներ մեղանչելուց չդադարես ու մտածես, թե մեղք գործելով կփրկվես, լավ իմացիր, ով մեղանչելուց չդադարող հավատացյալ, որ դու մեղքին ու սատանային ծառա ես, իսկ անգամ մի մեղքի պատիժը մահ է։ Հռոմեացիների 6:23, կրակի լճում հավետ տառապել։ Մի խոսքով, մեղանչել են չդադարողները և անհոգ նստողները փրկվել չեն կարող։ 5-րդ գլուխ։ Ճշմարիտ հավատացյալը հավատալուց և Հիսուս Քրիստոսին անձնական Տեր ու Փրկիչ ընդունելուց հետո պետք է կյանքի մեղքերի խոստովանություն տա Հոգով մկրտված և Հոգու ձայնից կառավարվող հովվին կամ հոգով հաղթած եպիսկոպոսին։ Հայտնություն
3-ի 5, 12, 21։ Եվ դրանից հետո այդ հավատացյալը իրավունք ունի ջրով մկրտվելու Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, ըստ այս բազում և սուրբ գրային համարների։ Մատթեոս 28:19, Գործք Առաքելոց 8:12-13, 36:37, 10:47, 19:5։ Իսկ ջրով մկրտվելուց հետո նրանք պետք է Սուրբ Հոգով կնքվեն, թլպատվեն և սրբանան, սուրբ ու զորավոր հովիվների ձեռքերը իրենց վրա դրվելով։ Գործք Առաքելոց 8:17, 19:6։ Իսկ Սուրբ Հոգին առնելուց և սրբանալուց հետո պետք է այդ Սուրբ Հոգով կնքված հավատացյալը Բ Կորնթացիների 1:22, Եփեսացիների 1:13 բաժանվի աշխարհից և նրա դիվական գործերից ու չար ցանկություններից։ Գործք Առաքելոց 2:40, Ա Կորնթացիների 5:10, Բ Կորնթացիների 6:17, Եբրայեցիների 13:13, Եզրաս 10:11, Նեեմիա 9:2, Սաղմոս 45:10։ Սուրբ Հոգու Աստծո զորության շնորհիվ և պիտի նվիրվի Աստվածաշնչի երկարաժամյա սերտողությանը և անդադար աղոթքին ու հաղորդակցությանը, Հոգու լեցունությանը, հնազանդվելով Պողոսի տված այս պատվերին ու հրամանին Եփեսացիների 5:18, որ այս սուրբ պատվերի ու հրամանի պահելը ու միշտ կատարելը շատ կարևոր է յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալի փրկության համար։ 6-րդ գլուխ Այն հավատացյալը, որ հավատալուց ու ջրով մկրտվելուց և Սուրբ Հոգին ստանալուց հետո չվճարի փրկության համար շատ անհրաժեշտ և կարևոր եղող Քրիստոսի աշակերտ դառնալու գինը Ղուկաս 14:26-33 Նա չի կարող Հիսուս Քրիստոսի դպրոցի անգամ առաջի դասարանի աշակերտ համարվել Տիրոջ կողմից, որովհետև նա չի կատարել Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալու հրամանն ու պահանջը։ Իսկ դու, ով ընթերցող հովիվ և եպիսկոպոս, որ դեռ Տիրոջ աշակերտը չես դարձել աշակերտության գինը չվճարելու համար, ո՞նց ես Հիսուս Քրիստոսի դպրոցում, խորհուրդը եկեղեցում, դասախոսի, վարպետի գործ կատարում քո մարդկային և ոչ սուրբ գրային վարդապետությունը, Հիսուս Քրիստոսի հոգով կույր և միամիտ գառնուկներին սովորեցնում և օտար վարդապետի գործ կատարելով մեծ դատապարտություն ես դիզում քո գլխին։ Եվ ով ընթերցող հովիվ և եպիսկոպոս, հոգով քննիր այս համարները։ Մատթեոս 13:44-46, 19:21, 27-29, Ղուկաս 12:33, 14:26-33, Գործք Առաքելոց 2:45, 4:34, Փիլիպպեցիների 3:7-8, Առակաց 8:10 Եվ տես ու համոզվիր, որ բոլոր դարաշրջանի մեջ եղող և փրկություն ստացած յուրաքանչյուր քրիստոնյա անվեհապահորեն հնազանդվել է այդ վերևում գրված բազում սուրբ գրային համարներին և աստիճանաբար ապաշխարելով և Հոգուց լեցվելով, իր ունեցած ամեն թանկագին ինչքերը և իրերը վաճառելով նվիրել է Ավետարանի տարածման և հոգիների փրկության գործին։ Այն մարմնավոր հավատացյալները,
որոնք առաքյալների պես չեն ուզում բաժանվել անձին պատկանող ամեն թանկագին բաներից, նրանք մեղանչում են այդ վերևում նշված բազում սուրբ գրային համարների դեմ։ Տեր Հիսուս Քրիստոսի և առաքյալների պատվերներն ու հրամանները զանց անելով, անտեսելով, անարգելով և դրանք չպահելով, և այդ իրենց անձին պատկանող թանկագին բաները, տները, ավտոմեքենաները, հողամասերը, ոսկիներն ու թանկագին զարդերը, իրենց դրամներն ու դոլարները և այլն, Տեր Հիսուսից և նրա խոսքից ավելին սիրելով և կռապաշտ դառնալով, և այս մարմնավոր ու կռապաշտ հավատացյալները մոռացել են, որ եթե անգամ Աստծո սուրբ խոսքերից մեկն էլ ծռեն ու զանց անեն այդ սուրբ հրամանը չպահելով և անբիծորեն չկատարելով, ուրեմն նրանք բոլոր օրենքին էլ պարտական են ու պիտի դատապարտվեն որպես օրինազանցի ըստ այս սուրբ համարների։ Հակոբոս 2:10, Հայտնություն 22:19